Ողջույն, ես Էլենն եմ, վաճառքի և սպասարկման ոլորտում աշխատում եմ ավելի քան 10 տարի, որից 6+ տարի աշխատում եմ B2B և B2C ոլորտում, հիմնական պրոդուկտների ուղղվածությունները եղել են ֆինտեխը, digital պրոդուկտները և SaaS պրոդուկտները։ Այսօրվա մեր բաց դասի շրջանակներում մենք կուսումնասիրենք միասին մի քանի ճյուղեր վաճառքի եւ ընդհանուր վաճառքի mindset-ը, լոգիկան, թե ինչպես է աշխատում, ինչպես է առհասարակ վաճառքները իրականացվում, ինչպես են հաճախորդները որոշում կայացնում ինչ-որ բան գնելու կամ ոչ, ինչպես են փակվում դիլերը, ֆինտեխի բեյսիկներին կանրադառնանք եւ անպայման կանրադառնանք AI-ին որպես գործիք վաճառքում օգտագործելու ժամանակ։ Սկսենք երևի ամենապրիմիտիվ հարցից, որը հաճախ մեզ հանդիպում է, ցեզը լինելով ամեն օր մեր առօրյա կյանքում, ի վերջո վերադառնում ենք նույն հարցին, թե ինչ է իրականում վաճառքը։ Շատ տարածված միտք կա եւ պատասխան կա այս ամենապրիմիտիվ հարցին, որ վաճառքը դա ինչ-որ մեկին ինչ-որ մի բան համոզել գնել, կամ լավ համոզելու արդյունքում կարող ես ունենալ լավ վաճառքներ, բայց ոչ, վաճառքը դա ոչ թե համոզելն է կամ լավ համոզելու սկիլեր ունենալն է, այլ վաճառքը դա այնտեղ է, որտեղ կա խնդիր, եթե չլինի խնդիր, մենք վաճառք ունենալ չենք կարող, այսինքն վաճառքը մեզ օգնում է բացահայտել բիզնեսի խնդիրը եւ առաջարկել համապատասխան լուծում դրան։ Միայն այդ պարագայում մենք կարող ենք հաջողել եւ ունենալ շատ հաջողված փակված դիլ։ Բոլորիս հետ էլ պատահել է, երբ մենք կատարել ենք ինչ-որ գնում եւ հետո հասկացել շատ կարճ ժամանակ հետո հասկացել ենք, որ իրականում դա մեզ անհրաժեշտ չի եղել, բայց մեր վրա դա փաստացի կարողացել են վաճառել։ Նմանատիպ սիտուացիաներում մենք բոլորս առօրյա պայմաններում կարող ենք հայտնվել։ Մեր դասընթացը նաև ուղղված է այդ ամենին, թե ինչպես հասկանալ, որտեղ է անհրաժեշտ տվյալ պրոդուկտը, ում է պետք առաջարկել, ինչպես է պետք առաջարկել եւ որ պայմաններում են մարդիկ իրականում գնում։ Մինչև այդ մենք այստեղ highlight անենք անպայման, որ վաճառքը դա խնդրի արկայության դեպքում միայն կարող է հաջողված լինել եւ ֆիքսենք անպայման, որ երբ որ մենք գործ ենք ունենում կամ կապի ենք դուրս գալիս որոշակի գործընկերների հետ, պարտներների հետ, ում հետ պատրաստվում ենք իրականացնել վաճառք կամ ով մեզ համար հանդիսանում է կարևոր lead, ինքը չպետք է մտածի կամ հասկանա, որ մենք իրեն պարզապես product ենք վաճառում, այլ հակառակը պետքա գիտակցի ամբողջությամբ, մենք պետք է հասցնենք այն գիտակցությանը գործընկերոջը, որ ինքը գնում է մեզանից այդ խնդրի լուծումը, ինչպես ասեցի։ Այսինքն գնում է լուծում, այլ ոչ թե պարզապես product։ Իսկ հիմա եկեք հասկանանք, թե ինչ երկու կարևոր պատճառների դեպքում է մարդիկ որոշում գնել ձեզանից ձեր product-ը։ Պատճառները երկուսն են, նրանք կամ գնում են իրենց խնդրի լուծումը, կամ գնում են իրենց խնդրի բարելավումը, կամ իրենց բիզնեսի առաջընթացի լուծումը, գաղափարը եւ միտքը։ Եկեք դրանք նշենք այստեղ, որպեսզի ֆիքսենք։ Նաև պահանջարկի առաջացումը կարող է խթան հանդիսանալ պրոդուկտի կամ տվյալ պարագայում պրոդուկտի ներդրման կամ գնման հարցում, օրինակ վերցնենք, եթե բիզնեսը որոշում է եւս մեկ payment solution ավելացնել իր բիզնեսում, դա իրականում այն բանի համար չէ, որ ինքը շատ մեծ ցանկություն ունի ծառաբեռնելու եւս մեկ պրոդուկտի իմացությամբ կամ զբաղվածությամբ իր աշխատակիցներին, հաշվապահներին եւ այլն, ինչը որ շատ արդիական է, հա, դա շատ համապատասխան օրինակ է մեր այս պահին մեր շուկայում տիրող payment-ների կտորով առավել եւս։ So ինքը ոչ թե դա այդ պրոդուկտը գնում է, որովհետեւ իրեն պարզապես դա որպեսի ունենա կամ օգտագործի կամ ծանրաբեռնի աշխատակիցներին, այլ գնում է որոշակի խնդիրներ լուծելու եւ կարգավորելու համար, ինչ խնդիրներ, հա, կարող ենք կարգավորել եւս մեկ payment product ավելացնելով օրինակ իր բիզնեսին, կարող է միջնորդավճարային տարբերություն այդ դեպքում դիտարկի եւ առաջացնի իր մոտ, կարող է հարմարավետություն առաջացնի եւ կարող է իհարկե պահանջարկը ծնի այդ
առաքելությունը գնելու կամ տեղադրելու նման եւս մեկ payment solution իր բիզնեսում։ Եվս մեկ payment solution ավելացնելով իր բիզնեսում կարողանում է նաեւ բարձրացնել իր conversion rate-ը, որը որ շատ կարեւոր է բիզնեսի տեսանկյունից, դիտարկելու պարագայում, ինչ է ընդհանրապես conversion rate-ը, դա այն է, որ եթե օրինակ իր հաճախորդների հիմնական բազան կազմված է 100 հոգուց, ամեն օր կամ շաբաթվա կտրվածքով 100 հոգի ներս ու դուրս է անում, բայց ոչ բոլորն են գնում կամ օգտվում իր ծառայություններից, conversion rate-ը մենք հաշվարկում ենք տվյալ մարդկանց բազայի քանակի հարաբերական տոկոսի վրա, այսինքն եթե 100-ից 10-ը սկսեցին գնել կամ օգտվել իր ծառայություններից եւս մեկ payment method իր բիզնեսում ներդնելուց հետո conversion rate-ը ավտոմատ կերպով 100 հոգու պարագայում կբարձրացնենք 10 հոգով, այսինքն այս պարագայում մեզ մոտ ինչ կստացվի, որ ունեինք նախնական 100 լիդ, 100 հետաքրքրված կամ 100 հաճախորդ, որը օրվա կտրվածքով ներս ու դուրս է անում կամ մտնում է, բայց չի օգտվում, կիսատ է օգտվում, թերի է օգտվում, այդ պարագայում conversion rate-ը մենք կհավասարացնենք 10%-ով, եթե այնպես անենք, որ 10 հոգի տվյալ պարագայում օգտվի իր ծառայություններից կամ պրոդուկտից։ Իսկ հետագայում իր չափելիությունը ինչով ենք ապահովում, այսինքն բարելավման, աշխատանքի բարելավման կամ իր վաճառքի մենեջերների, մասնագետների աշխատանքի արդյունքում, եթե այդ 10 հոգին դառնում են 20, այսինքն ստացվեց, որ որոշ ժամանակ հետո կարողացավ ինքը պրոդուկտը կամ ծառայությունը մատուցել եւս 20 հոգու այդ տակ 100 լիդերից, այդ պարագայում մենք կարող ենք հստակ ասել, որ մեր conversion rate-ը 20% է դառնում, այսինքն աճում է եւ հասնում է 20%-ի։ Ինչը որ բիզնեսի տեսանկյունից շատ լավ է, երբ որ conversion rate-ը առհասարակ չափելի է։ Արդեն մեր հիմնական դասընթացի ընթացքում մենք անպայման խորացված կուսումնասիրենք ինչպես առհասարակ հաշվարկել, որ բիզնեսները ինչ սկզբունք են ընդունում conversion rate-երը հաշվարկելիս եւ առհասարակ դուք ինչպես կարող եք հենց ձեր աշխատանքի conversion rate-ը հաշվարկել, երբ որ արդեն ձեր գիտելիքները կարողանաք օգտագործել աշխատանքի մեջ։ Հաջորդ կարևոր նյուանսը վաճառքի հոգեբանության մեջ, որը որ մեզ օգնում է վաճառել, մեր վաճառքը իրականացնել արդյունավետ, դիլը փակել շատ լավ, թեկուզ անգամ եթե դիլը տևել է մոտավորապես 2-3 ամիս, ինչը վաճառքի ոլորտում շատ ընդունված ժամանակահատված է։ Վաճառքի մենեջերի ամենահզոր զենքերից մեկը դա իր խոսքն է, թե ինչպես է նա կառուցում իր խոսքը, թե ինչպես է կոմունիկացվում հաճախորդի գնորդի հետ, ինչ սխեմայով է մոտենում եւ ինչպես է կարողանում առհասարակ բերել հաճախորդին այն գիտակցությանը, որ իրեն պրոդուկտը անհրաժեշտ է։ Կա մի հատ շատ բարձ սխեմա, որը հիմա ես ձեզ այստեղ ցույց կտամ, ինչպես է պետք առհասարակ սկսել վաճառել, ինչպես է պետք առաջին անգամ խոսել, ինչ հարցեր է պետք տալ, պետք է հարցեր տալ արդյոք թե ոչ, պետք է միայն լսել, թե պետք է միայն խոսել։ Միջակ ցույց տալը հստակ կարող եմ ասել, որ վաճառքում երբեք այնպես չի լինում, որ միայն դուք խոսեք կամ թողնեք, որ միայն խոսի այն մարդը, որ ձեզանից պատրաստվում է որևիցե բան գնել։ Դրա համար ունենք հետևյալ սխեման։ Եվ մենք կապ ենք հաստատում ու խոսում ենք մեր լիդի հետ, ողջույնի խոսքից ներկայանալուց բացի, ավելի ճիշտ այդ ամենից հետո, ոչ թե պետք է սկսել խոսել պրոդուկտի մասին, առավելությունների մասին, պրոդուկտի եւ այլն, նախ պետք է կարողանանք ճիշտ հարցեր տանք։ Ճիշտ հարցեր տալու համար նախապես անհրաժեշտ է պատրաստել այդ հարցերը համապատասխան տվյալ ընկերության կամ անհատի հետաքրքրվածությունների կամ բիզնեսի պարագայում էլ բիզնեսին վերաբերվող իր բիզնեսի հետ առնչություն ունեցող հարցեր է անհրաժեշտ տալ։ Օրինակ, եթե մենք վերցնենք նորից որևիցե ռեստորանային կետ, վերցնենք payment system, որը մենք պատրաստվում ենք վաճառել, տվյալ պարագայում ամենաճիշտ եւ առաջնային հարցերից մեկը կլինի, թե հարցնել, թե արդյոք ինչով են վճարում իրենց հաճախորդները հիմնականում, այսինքն որ վճարային մեթոդն է ամենաշատը կիրառվում, դա կարող է լինել Apple Pay-ը, դա կարող է լինել Google Pay-ը, դա կարող է լինել ցանկացած վճարահաշվարկային պրոդուկտ։ Այսպիսով ֆիքսենք, որ ամենաառաջին ու կարևոր բաներից մեկը դա ճիշտ հարցեր տալն է։ Երկրորդ կետով
Բացահայտել կարիքները։ Ինչ կարիքների մասին է գնում խոսքը, բիզնես կարիքների մասին է խոսքը, որովհետև այդ մեզ ամենասովորական թվացող վճարային ֆլոյի մեջ տարբեր տեղերում տարբեր բիզնեսներ կարող են ունենալ խնդիրներ։ Մենք պետք է բացահայտենք ինչ կարիքներ ունի տվյալ բիզնեսը, այսինքն ինչ կարիքի մասով մենք կարող ենք ձևավորել մեր առաջարկը եւ առաջարկել որպես լուծում։ Դրա համար եւս պետք է տալ համապատասխան հարցեր։ Օրինակ, տվյալ վճարահաշվարկային ընկերության հետ համագործակցելիս դուք որքան միջնորդավճարով եք աշխատում, կամ որ միջնորդավճարն է, որ ձեզ ավելի հարմար է, կամ արդյոք կա խնդիր ձեզ մոտ վճարային process-ում։ Օրինակ, վճարում են տվյալ վճարահաշվարկային app-ով ինչ որտեղ չի գնում առաջ, չի վճարվում, կամ առաջանում են տարբեր ֆինանսական խնդիրներ եւ ռիսկեր։ Այսպիսով ֆիքսեցինք, որ ճիշտ հարցեր կազմելուց եւ տալուց, պատասխանները ստանալուց հետո պետք է փորձենք բացահայտել բիզնեսի կարիքները, որպեսզի կարողանանք պրոդուկտը առաջարկել որպես համապատասխան լուծում իր համար։ Ամենակարևոր հատվածին վերադառնանք մեր այս ֆլոյի, դա արդեն իր խնդիրը լուծելն է, այսինքն լիդը փակելը, գալ համաձայնության, վաճառքը ավարտել եւ համարել, որ դա վաճառված է։ Այսինքն մենք տրամադրում ենք երրորդ կետով իրեն իր խնդրի լուծումը։ Այս փուլի ժամանակ նոր ճիշտ է խոսել ձեր պրոդուկտի առավելություններից եւ շուկայում գործող այլ պրոդուկտների մասով եւ որպես անհատական հայ իր բիզնեսի համար նախատեսված հարցերով։ Քանի որ խոսեցինք ճիշտ հարցեր տալուց, կարիքները բացահայտելուց եւ լուծումը եւ պրոդուկտը որպես լուծում առաջարկելուց, նաեւ ուզում եմ խոսենք ֆինտեխի մասով, հա, մի փոքր ինչ առհասարակ ֆինտեխը եւ մեզ ծանոթ շատ հասարակ գործողության տակ ինչ ֆլո է թաքնված, որից որ շատ բան է կախված իրականում եւ այդ ամենը կապենք այս հարցերի խնդրի լուծման, կարիքների բացահայտման հետ։ Հիմա կբացատրեմ ինչպես մեզ շատ ծանոթ գործողության, հա որ մենք իրականացնում ենք ինչ որ վճարում, դա կարող է լինել Apple Pay կամ QR սկանի միջոցով, ինչ փուլերով է անցնում, մինչև որ ձևավորվում է որպես վճարում եւ հաստատվում է որպես վճարված կտրոն։ Առաջի տեղում հաճախորդն է, ով իրականացնում է տվյալ գործողությունը, այսինքն վճարում է, սկանավորում է եւ արդեն երկրորդ մասով ուր է գնում տվյալ գործառույթը։ Գնում է դեպի merchant, բիզնեսի կետ նշենք այստեղ, որից հետո բիզնեսից անմիջապես փոխանցվում է PCP-ին, Payment Solution-ին, այսինքն տվյալ մեթոդին, որը որ հաճախորդը ընտրում է վճարելիս եւ միայն վերջում գալիս հասնում է բանկ, որը որ ապահովում է գումարի տեղաշարժը, այսինքն հաստատում է վճարումը, որ on-line գումարը հաստատվել է եւ վճարվել է։ Այս ֆլոյի ընթացքում մեր բիզնեսը, ում տալիս ենք մենք ճիշտ հարցեր, բայց հայտում ենք իր կարիքները, կարող է տարբեր կետերում ունենալ իր խնդիրները։ Ինչպես, այսինքն խնդիր կարող է առաջանալ մեկ այլ գործընկերոջ հետ աշխատելիս կամ մեկ այլ վճարային միջոցի հետ համագործակցելիս, խնդիր կարող է առաջանալ եւ այս հատվածում, այսինքն կարող է հաճախորդների քիչ քանակ օգտվել, բայց իր մոտ միայն արկա լինի տվյալ վճարամիջոցը։ Կարող է խնդիր առաջանալ այս երկու հատվածները միասին վերցրած, այսինքն տվյալ հաճախորդները եւ բիզնեսը չեն համապատասխանում տվյալ վճարային միջոցին եւ իհարկե այստեղ հաճախակի հանդիպող խնդիրները լինում են հենց payment solution-ի ժամանակ ինչ խնդիրներ կարող են առաջանալ, օրինակ կարող է վճարումը չանցնել, չհաստատվել, կամ սկաները չաշխատի, QR-ը լավ տպված չլինի, կամ տվյալ պահին լինի ուղղակի գլոբալ ցանցային խնդիր, որը կարող է հանգեցնի խնդրի առաջացման, որը կարող է կրկնվել պարբերաբար, ինչի արդյունքում բիզնեսը որոշում է կայացնում հրաժարվելու կամ եւս մեկ այլ payment solution ավելացնելու, եւ դե իհարկե բանկի հատվածում էլ կարող են առաջանալ խնդիրներ, դա PCP-ից դեպի բանկ գնալու ճանապարհին է, որը որ տարբեր պատճառներով, հիմնական լիցենզիայի պատճառներով կարող են ընդհատումներ տեղի ունենալ կամ առաջանալ խնդիրներ։
Դրա համար վերադառնալով այս ամենին ճիշտ հարցերի արդյունքում եւ կարիքները բացահայտելու արդյունքում ձեր ապրանքը կարող է ունենալ այլ արժեք, կարող եք վաճառել այլ արժեքով, որովհետեւ կախված թե որտեղ է իր խնդիրը հանդիսանում հիմնականում, կարող է փոխել ձեր ապրանքի եւ կարիքի մակարդակը եւ արժեքը կարող է բարձրացնել։ Խոսելու ենք AI-ի մասին, AI-ը որպես գործիք, ինչպես են կիրառում վաճառքի մասնագետները իրենց աշխատանքի մեջ եւ որքանով է այն նրանց օգնում։ Սկզբի համար ուզում եմ ասել, որ այն վախերը, մտքերը կապված AI-ի հետ, որ ինչ որ մի պահի մոտ ապագայում AI-ը կարող է փոխարինել ռեալ աշխատակիցների, մասնագետների, ովքեր շատ երկար ճանապարհ են անցել, շատ գիտելիքներ են այդ ճանապարհին ձեռք բերել, բայց ինչ որ մի պահի արհեստական բանականությունը կարող է ամբողջովին իրենց փոխարինել։ Վաճառքի ոլորտում դա տոկոսային հարաբերակցությամբ ավելի քիչ է սպասվում, ինչու, որովհետև վաճառքը դա այնպիսի մի բան է, որը որ միայն մասնագետը կարող է այդ ամեն ինչ, այդ ֆլոն A to Z իրականացնել եւ այդ մարդկային կոնտակտը եւ շփումը վաճառքում շատ հարցեր են լուծում։ Բայց AI-ը որպես գործիք եւ որպես շատ լավ եւ օգտակար գործիք մենք եւս օգտագործում ենք մեր աշխատանքի մեջ տարբեր հարցերով։ Պրիմիտիվ եւ կարևոր հարցը դա երբ որ մենք ունենք ինչ-որ բիզնես քոլ, բիզնես միթինգ, որին որ մենք պետք է պատրաստվենք, AI մեզ կարող է օգնել, որպեսզի մենք կարողանանք ինֆորմացիա գտնել եւ ավելի շատ ինֆորմացիա հավաքել տվյալ ընկերության մասին, ում հետ պատրաստվում ենք ունենալ մեր բիզնես միթինգը։ Այսինքն առաջի կետով այստեղ կարող ենք հստակ ֆիքսել, որ ինքը մեզ կարող է օգնել, որպեսզի մենք research անենք։ AI-ը նաև մեզ կարող է օգնել, որպեսզի մենք կարողանանք գրել կամ պատրաստել շատ լավ speech մեր բիզնես միթինգից կամ քոլից առաջ, իսկ եթե փորձում ենք մեր գործընկերոջ հետ կապի դուրս գալ նամակագրության միջոցով, ապա կարող է մեզ օգնել, որպեսզի կարողանանք ճիշտ outreach նամակ մշակել, որը որ կստիպի գործընկերոջը պատասխանել, արձագանքել, այսպես ասած, որովհետև ինքը կլինի շատ բովանդակալից եւ միևնույն ժամանակ շատ հակիրճ եւ իր մեջ կներառի այս research-ի արդյունքում մեզ մոտ ունեցած ինֆորմացիան։ Երրորդ կետը, որ ուզում եմ անդրադառնալ, այլ ինչ հարցով է մեզ կարող օգնել, follow-up նամակների պարագայում մեզ շատ կարող է օգնել, որովհետև վաճառքի պարագայում եւ վաճառքի գործում շատ կարեւոր է, որպեսզի եթե անգամ մենք դուրս ենք եկել կապի, հանդիպել ենք մեր լիդի հետ, բայց չենք կարողացել տվյալ պահին փակել այդ լիդը, դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ վերջացած է, երբեք մենք չենք կարող համագործակցել։ Նման համագործակցությունը կարող է տևել էլի շատ երկար ամիսներ, օրինակ 6-7 ամիս հետո կամ 1 տարի հետո համապատասխան առաջարկով դուք կարող եք վերադառնալ կամ ձեր լիդը կարող է վերադառնալ դեպի ձեզ։ Դա մեր follow-up նամակները մեզ օգնում են, որպեսզի մենք կարողանանք իրենց հետ պահել ջերմ հարաբերություններ, ջերմ գործնական հարաբերություններ, որոնք որ չեն մոռացության չեն թողնի մատնվի մեր կամպանիան կամ մեր պրոդուկտը մեր մասին կհիշեցնի մեր սիրելի լիդին։ Այսպիսով մեր այսօրվա թեմաները այսքանն էին, սա sales-ի մեր դասընթացի շատ փոքր մասն է կազմում եւ մենք շատ մակերեսային ամբողջ թեմաների վրայով, այսպես ասած, անցանք, քննարկեցինք։ Դասընթացի ընթացքում մենք ավելի մանրամասն կուսումնասիրենք B2B եւ B2C վաճառքների տեսակները, վաճառքի եւ մարքեթինգի զուգահեռ աշխատանքի արդյունքում փակված լիդերի տեսակները եւ շատ ավելի մանրամասն բոլոր թեմաներով միասին կանցնենք։ Դասընթացների մասով ընդունելությունը բաց է, գրանցվել կարող եք pixart.academy.am կայքի միջոցով։ Իսկ մենք սիրով ձեզ կսպասենք մեր դասընթացին միասին ավելի խորը բացահայտելու վաճառքի հմտությունները։